Եթե դուք չեք ձևավորում ձեր սովորությունները, ապա ձեր սովորությունները ձևավորում են ձեզ։ Ողջույն ընկերներ։ Բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Դուք նկատել եք, որ ձեր կյանքում կարծես թե իրադարձություններն ու երևույթները անընդհատ կրկնվում են։ Այնպիսի տպավորություն է, որ առավոտյան արթնանալուց սկսած ձեզ մոտ ամեն բան ծրագրված է, բայց ոչ ձեր կողմից։ Եվ դուք կարծես ստիպված եք ենթարկվել այն գործողությունների հաջորդականությանը, որոնց մեծ մասը դուք կարծես թե չեք էլ գիտակցում։ Երբեմն դուք կցանկանայիք կառավարել ձեր սովորությունները, բայց որքան էլ ջանքեր գործադրեք, դրանք ապարդյուն են։ Քանի որ իրականում ձեր խնդիրը ձեր սովորությունները չեն, այլ ձեր համոզմունքները։ Ձեր համոզմունքները ձևավորում են ձեր ինքնությունը, որին դուք սկսում եք հավատալ, եւ հենց այդ ինքնությունից էլ բխում են ձեր սովորությունները։ Դուք չեք կարող վերահսկել ձեր սովորությունները, քանի դեռ չեք փոխել ձեր համոզմունքները։ Որպեսզի ավելի պարզաբանեմ ասածս, բերեմ օրինակ։ Պատկերացրեք, որ դուք ուզում եք ազատվել ավելորդ քաշից։ Դուք ձեզ համար նպատակ եք սահմանում ազատվել օրինակ 20 կիլոգրամ ավելորդ քաշից։ Դուք ընտրում եք տարբեր դիետաներ, որոշ ժամանակ զբաղվում եք սպորտով, դուք ունեք նպատակ, ունեք մոտիվացիա։ Փորձում եք առողջ սնունդ օգտագործել։ Դուք ժամանակավորապես փոխում եք ձեր սովորությունները, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Սակայն ձեր համոզմունքները եւ դրանցից ձևավորված ինքնությունը չի փոխվում, եւ երբ դուք հասնում եք սահմանված քաշին, ձեր նպատակն արդեն իրագործված է, եւ ձեր մոտիվացիան արդեն ընկել է։ Իսկ ձեր սովորությունները մնացել են նույնը։ Այդ պատճառով դուք կարճ ժամանակ անց վերադառնում եք ձեր նախկին քաշին եւ հայտնաբերում եք, որ ոչինչ չի փոխվել։ Դուք դարձյալ ուտում եք չափից ավելի, օգտագործում եք անառողջ սնունդ եւ դադարում եք զբաղվել սպորտով։ Խնդիրը կայանում է նրանում, որ որքան էլ դուք նպատակ էիք դրել ազատվել ավելորդ քաշից, ձեր համոզմունքները, ձեր ինքնությունը վերադարձրեցին ձեզ այնտեղ, որտեղից դուք սկսել էիք։ Դուք ընտրեցիք ժամանակավոր դիետան, որպեսզի ազատվեք ավելորդ քաշից, սակայն ձեր համոզմունքներով եւ ձեր ինքնությամբ դուք ոչ թե դարձաք մարդ, ով առողջ սնունդ է օգտագործում եւ զբաղվում է սպորտով, այլ մնացիք նույն մարդը, ով սնվում էր անառողջ եւ ծուլանում էր զբաղվել սպորտով։ Ու թեև կարճաժամկետ հեռանկարում դուք հասաք ձեր նպատակին եւ ազատվեցիք ավելորդ քաշից, բայց երկարաժամկետ հեռանկարում դուք դարձյալ մնացիք նույնը։ Նույնը վերաբերում է նաեւ ձեր ֆինանսներին։ Գուցե դուք որոշում եք կարգի բերել ձեր ֆինանսական կյանքը եւ ժամանակավորապես կրճատում եք ձեր ծախսերը, որպեսզի որոշակի գումար կարողանաք խնայել այս կամ այն նպատակով։ Եվ դա կարող է ստացվել ձեզ մոտ, բայց այն պահից, երբ նպատակն արդեն հաղթահարված է, դուք դարձյալ վերադառնում եք հին սովորություններին, այսինքն ծախսում եք ավելի շատ, քան վաստակում եք, քանի որ ձեր համոզմունքը փողի մասին հենց այսպիսին է եւ ձեր ինքնությունն այսպիսին է։ Այդ պատճառով ժամանակավոր խնայումները դուրս չեն բերում այդ թակարդից։ Այս թեմայով իմ կարդացած լավագույն գիրքը թերևս ատոմային սովորություններն են։ Այս գրքում հեղինակը ուսումնասիրում է սովորությունների ուժը մեր կյանքում, դրանք փոխելու բանաձևերը եւ նոր սովորություններ ձեռք բերելու հնարավորությունները։ Սակայն ամենաարժեքավոր գաղափարը, որն իմ կարծիքով հեղինակը ներկայացնում է այս գրքում, դա այն է, որ մենք իրականում ոչ թե մեր նպատակը պետք է դարձնենք աշխատել մեր սովորությունների վրա, այլ մեր համոզմունքների եւ մեր ինքնության վրա։ Ձեր կյանքի այսօրվա ձեռքբերումները դրանք ձեր սովորությունների հետաձգված արտացոլանքն են։ Ձեր ֆինանսական վիճակը ֆինանսների հանդեպ ձեր ունեցած սովորությունների արդյունքն է։ Ձեր քաշը սննդային սովորությունների արդյունքն է։ Ձեր գիտելիքները ուսման նկատմամբ ձեր սովորությունների արդյունքն է։ Խառնաշփոթը եւ քաոսը տան մեջ դա կարգ ու կանոնի նկատմամբ ձեր սովորությունների արդյունքն է։ Այլ կերպ ասած, դուք ստանում եք այն, ինչը անընդհատ կրկնում եք։ Հաճախակի սովորությունները թվում են աննկատ մինչ այն պահը, երբ դուք հասնում եք կրիտիկական կետի եւ ձեր կյանքում անցնում եք մի նոր մակարդակի։ Այս ժամանակ վճռական դեր կատարում են ոչ թե այն նպատակները, որոնք դուք դնում եք ձեր առաջ, այլ այն համոզմունքները, որոնցով դուք առաջնորդվում եք։ Այս գրքում հեղինակը ձեր համոզմունքները եւ դրանցից բխող ինքնությունը ներկայացնում է որպես համակարգ։ Յուրաքանչյուր պետություն ունի իր համակարգը, յուրաքանչյուր ինստիտուտ ունի իր համակարգը, եւ ձեր սովորություններն էլ բխում են ձեր ներսում եղած համակարգից։ Եվ այն արդյունքները, որոնք դուք կյանքում ստանում եք, շատ քիչ առնչություն ունեն այն նպատակների հետ, որոնք դուք ձեր առաջ դնում եք։ Բայց փոխարենը դրանք սերտ կապված են այն համակարգին, որին դուք հետևում եք։
Դուք կարող եք 100 անգամ նպատակ դնել դառնալ միլիոնատեր, կարող եք գրել ձեր նպատակը թղթի վրա, գրատախտակի վրա, կարող եք կրկնել օրը 100 անգամ բարձրաձայն, որ դուք միլիոնատեր եք, բայց ի վերջո դուք ստանալու եք այն համակարգի արդյունքները, որին հետևում եք։ Ամենամեծ սխալը, որ թույլ են տալիս մարդիկ իրենց սովորությունները փոխելու հարցում, դա այն է, որ նրանք կենտրոնանում են արդյունքների վրա, մինչդեռ պետք էր կենտրոնանալ process-ի վրա։ Ինչով են տարբերվում համակարգը եւ նպատակները։ Նպատակները կապված են այն արդյունքների հետ, որոնց մենք ուզում ենք հասնել։ Համակարգը կապված է process-ների հետ, որոնք տանում են դեպի արդյունքները։ Ատոմային սովորություններ գրքի հեղինակը Ջեյմս Քլերը այսպես է ներկայացնում նպատակի եւ համակարգի տարբերությունները։ Օրինակ, եթե դուք մարզիչ եք, ապա ձեր նպատակը դա մրցույթում հաղթանակ տանելն է։ Իսկ ձեր համակարգը այն մեթոդն է, որով դուք ընտրում եք խաղացողներին, կառավարում եք ասիստենտներին եւ անցկացնում մարզումները։ Եթե դուք գործարար եք, ձեր նպատակը կարող է լինել $1 միլիոն բիզնեսի ստեղծումը։ Իսկ ձեր համակարգը կլինի այն, թե ինչպես եք դուք փորձարկում նոր ապրանքների գաղափարները, ընդունում եք աշխատանքի աշխատողներին եւ իրականացնում եք գովազդ։ Եթե դուք երաժիշտ եք, ձեր նպատակը նոր ստեղծագործությունը կատարելն է։ Իսկ ձեր համակարգը, թե որքան հաճախ եք դուք փորձեր անում, ինչպես եք հաղթահարում խնդիրները եւ ինչպես եք ստանում հետադարձ կապ ձեր ուսուցչից։ Նպատակները ձեզ ուղղորդելու համար են, իսկ համակարգը պրոգրեսի լավագույն տարբերակն է։ Հեղինակը նշում է, որ եթե դուք հեռացնեք ձեր ուշադրությունը նպատակներից եւ կենտրոնանաք միայն համակարգի վրա, ապա հաջողության հասնելու ձեր շանսերն ավելի բարձր են դառնում։ Եթե երկու թիմեր մրցակցում են իրար հետ, նրանց երկուսի նպատակներն էլ նույնն է՝ հաղթանակ տանել։ Այս դեպքում ինչն է առանձնացնում թիմերին, ինչն է հաղթանակը տալիս միայն մեկին։ Դա իհարկե համակարգն է։ Նպատակին հասնելը դա փոփոխություն է, որը իմաստ ունի միայն տվյալ պահին։ Պատկերացրեք, որ ձեր սենյակում ահավոր խառնաշփոթ է, եւ դուք որոշում եք այն կարգի բերել։ Եթե դուք ձեր ամբողջ էներգիան ուղղեք մաքրությանը, ապա շուտով դուք կունենաք մաքուր սենյակ տվյալ պահին։ Սակայն եթե դուք պահպանեք նախկին սովորությունները եւ անպիտան իրերի հանդեպ ձեր հակումն ու թափթփվածությունը, որոնք ի սկզբանե ստեղծել էին այդ քաոսը, ապա շուտով դուք կհայտնվեք նույն քաոսի մեջ, հուսալով, որ նորից կունենաք էնտուզիազմ սենյակը կարգի բերելու համար։ Դուք կունենաք նույն արդյունքը, քանի որ չփոխեցիք համակարգը, որը կանգնած էր այդ ամենի ետևում։ Սա նշանակում է դուք աշխատում եք ախտանիշների հետ, այլ ոչ թե պատճառի։ Մեզ թվում է, թե պետք է փոխել արդյունքները, բայց խնդիրը դրանց մեջ չէ։ Իրականում մենք պետք է փոխենք համակարգերը, որոնք հանգեցնում են այդ արդյունքներին։ Եթե դուք փորձում եք լուծել խնդիրները արդյունքների մակարդակում, ապա գտնում եք միայն ժամանակավոր լուծում։ Դեպի դրական կողմը փոխվելու համար պետք է լուծել խնդիրը համակարգի մակարդակում։ Կարգի բերեք սկզբնական պատճառները եւ արդյունքներն իրենց կարգի կբերեն։ Նպատակների վրա կենտրոնանալու բացասական դրսևորումներից մեկն էլ այն է, որ դրանք սահմանափակում են ձեր երջանկությունը։ Ամեն մի նպատակի հետևում թաքնված է հաջորդ համոզմունքը։ Երբ որ ես հասնեմ իմ նպատակին, կլինեմ երջանիկ։ Առաջին հերթին նպատակների վրա կենտրոնացած մտածելակերպի խնդիրն այն է, որ դուք մշտապես հետաձգում եք ձեր երջանկությունը մինչև ձեր կյանքի հաջորդ փուլը։ Բացի դրանից, նպատակները ձեր ներսում առաջացնում են կոնֆլիկտ, որը կոչվում է կամ դուք կհասնեք դրանց եւ կլինեք հաջողակ, կամ կպարտվեք եւ կլինեք հիասթափության պատճառ ձեր եւ ձեր կողքինների համար։ Դուք մտային առումով պարփակում եք ձեզ երջանկության մասին շատ նեղ պատկերացումներում, իսկ համակարգի վրա կենտրոնացած մտածելակերպը հանգեցնում է կատարելապես այլ արդյունքների։ Եթե դուք կենտրոնացած եք process-ի, այլ ոչ թե արդյունքների վրա, ապա ձեզ պետք չէ սպասել հարմար պահի, որպեսզի թույլ տաք ձեզ երջանիկ լինել։ Դուք կարող եք հաճույք զգալ ցանկացած պահի, երբ ձեր համակարգն աշխատում է։ Իսկ համակարգը կարող է հաջողակ լինել ամենատարբեր ձևաչափերով, այլ ոչ թե միայն այն մեկով, որը դուք պատկերել եք ձեր երևակայության մեջ։ Եվս մեկ բացասական կողմ, երբ դուք կենտրոնանում եք նպատակների վրա, այն է, որ նպատակները գտնվում են կոնֆլիկտի մեջ երկարաժամկետ պրոգրեսի հետ։ Նպատակին հասնելու վրա կենտրոնացած մտածելակերպը ի վերջո կարող է հանգեցնել յո-յոյի էֆեկտին, հայտնի խաղալիքի պես, երբ այն անընդհատ վեր ու վար է անում։ Նմանապես կարճաժամկետ նպատակների վրա կենտրոնացած մարդը կարճ ժամանակ անց հետ է վերադառնում այն կետին, որտեղից սկսել էր, ինչը բացարձակ էֆեկտիվ չէ սովորություններ ձևավորելու հարցում։
Շատ մարզիկներ մարզվում են ամիսներ շարունակ, բայց երբ նրանք հասնում են վերջնակետին, դադարեցնում են մարզումները։ Նրանք այլևս չունեն մոտիվացիա, մտքեր սպասվող մրցույթի մասին։ Եթե ձեր ամբողջ լարված աշխատանքը կենտրոնացած է միայն մեկ նպատակի վրա, ապա էլ ինչը կարող է ազդել ձեր հետագա զարգացման վրա, եթե այդ նպատակն արդեն իրականացված է։ Հենց այդ պատճառով էլ շատ մարդիկ իրենց նպատակին հասնելուց հետո վերադառնում են հին սովորություններին։ Այլ կերպ ասած, նպատակ դնելը օգնում է հաղթել խաղում, իսկ համակարգ ստեղծելը օգնում է խաղալ նույնիսկ հաղթանակից հետո։ Այն ուղղված չէ միայն մեր ձեռքբերմանը, այլ ուղղված է մշտական կատարելագործման եւ անընդհատ զարգացնելու ցիկլին։ Ուստի եթե դուք սովորությունները փոխելու հետ կապված խնդիրներ ունեք, ապա իմացեք, որ խնդիրը ոչ թե ձեր մեջ է, այլ ձեր համակարգի։ Ձեր վատ սովորությունները անընդհատ կրկնվում են ոչ թե այն պատճառով, որ դուք չեք ցանկանում փոխվել, այլ որ ձեզ առաջին հերթին պետք է փոխել սխալ համակարգը։ Իրականում սովորությունների փոխելը ձեզ համար դառնում է խնդրահարույց երկու հիմնական պատճառով։ Առաջին, դուք փորձում եք փոխել ոչ այն, ինչ պետք է։ Երկրորդ, դուք փորձում եք փոխել ձեր սովորությունները ոչ ճիշտ ձևով։ Մի դրեք ձեր առջև նպատակ նիհարել 20 կիլոգրամ, այլ դրեք նպատակ դառնալ առողջ սնունդ օգտագործող եւ սպորտով զբաղվող մարդ։ Մի դրեք ձեր առջև նպատակ խնայել $1000, այլ դրեք նպատակ դառնալ ֆինանսները ճիշտ կառավարող եւ ավելորդ ու անպիտան ծախսերից խուսափող մարդ։ Մի դրեք ձեր առաջ նպատակ պարզապես հաղթել մրցույթում, այլ դրեք նպատակ անընդհատ զարգանալու, կատարելագործվելու եւ առավելագույնս հաճույք ստանալու այդ process-ից եւ հաղթանակն ինքը կհետևի ձեզ։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս հոլովակը։ Կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Հավանեք այս հոլովակը, քանի որ դա նպաստում է, որ այն ավելի տարածվի եւ հասանելի լինի ավելի շատ մարդկանց։ Եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել ալիքին, ապա կարող եք հիմա բաժանորդագրվել եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր հոլովակների մասին։ Առայժմ